դեռևս որոշում չկա։ Դավիթ Մինասյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին ժամը 12:00-ին։ Դպրոցական եղբայրները բերման էին ենթարկվել Սուրբ Աննա եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Մինչ Դավիթին տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, նրա եղբայր Միքայելն ազատ է արձակվել երկրից բացակայելու արգելքով։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը փաստում է, որ տղայի ենթադրյալ հանցանքն ապացուցող որևէ հիմնավոր տվյալ վարույթի իրականացնող մարմինը չի ներկայացրել։ Որևէ փաստական տվյալ, որը կարող էր դատարանին համոզել, որ Դավիթ Մինասյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, կամ մնալով ազատության մեջ, եթե ընդունենք, որ նախաքննության դեռևս սկզբնական փուլ է, նոր ակտիվ քննություն է գնալու, մնալով ազատության մեջ կարող է կատարել որևէ գործողություն, ընդ որում 3 հիմքնել մատնանշել էին, խախուստ, նոր հանցագործության կատարում, անօրինական ազդեցություն, համենայն դեպս որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, բացարձակապես։ Ավելի վաղ տղաների մայրը բաց նամակով խնդրել էր դատարանին հաշվի առնել որդու առողջական խնդիրներն ու 4 տարեկանից ի վեր շուրջօրյա հատուկ խնամքի կարիքը։ Մերձավոր Արևելքի պատերազմը կավարտվի առավելագույնը 3 շաբաթից։ Ծոցում ռազմական գործողությունների վերաբերյալ հերթական կանխատեսումն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ չնայած նրա վստահությանը տարածաշրջանում պայթյուններ են հնչել միանգամից մի քանի ուղղությամբ։ Նախ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է Թեհրանի ուղղությամբ հարվածների մասին։ Գրոհի է ենթարկվել նաև Սպահան քաղաքը։ Անօդաչուի հարվածից հետո էլ հրդեհ է բռնկվել զինամթերք տեղափոխող մեքենայում։ Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության խմբերը մարում են ընկերություններից մեկում առաջացած հրդեհը։ Իրանի զինված ուժերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է նաև Սաուդյան Արաբիայի Էլ Հարջե ամերիկյան ռազմաբազայի վրա։ Հայտնել է Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունն էլ տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը Ծոցի երկրի միջազգային օդանավակայանը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչը հանգեցրել է մեծ հրդեհի վառելիքի բաքերում։ Ծոցի պատերազմի հետևանքով նավթի եւ գազի գները մոտ ժամանակներս չեն վերադառնա նախկին մակարդակին, նույնիսկ եթե վաղը խաղաղություն հայտարարվի, զգուշացրել է Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը։ Նա ասել է, որ թեև 27 անդամ ունեցող միությունում նավթի եւ գազի մատակարարման անմիջական դեֆիցիտ չկա, այնուամենայնիվ ճնշում կա դիզելային եւ ավիացիոն վառելիքի մատակարարման վրա, ինչպես նաեւ առկա են աճող սահմանափակումներ գազի համաշխարհային շուկաներում, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման։ Այն, ինչ ես չափազանց կարևոր եմ համարում, հնարավորինս հստակ հայտարարելն է, որ նույնիսկ եթե այդ խաղաղությունը վաղը հաստատվի, մենք միևնույն է տեսանելի ապագայում չենք վերադառնա բնականոն վիճակին, ասել է Յորգենսենը Եվրամիության էներգետիկ նախարարների հետ հանդիպումից հետո։ Աբբաս Արաղչին հաստատել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ ուղիղ կապի փաստը։ Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել 15 կետից բաղկացած մի ծրագիր տարածաշրջանային պատերազմը դադարեցնելու նպատակով։ Այդ փաստաթուղթը ներառում է միջուկային զենքի վերջնական հրաժարման եւ հրթիռային պաշարների կրճատման խիստ պահանջներ։ Չնայած ակտիվ նամակագրությանը Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել Միացյալ Նահանգների հետ։ Իրանական կողմը ոչ միայն չի պատասխանել ամերիկյան առաջարկին, այլև չի ներկայացրել սեփական պահանջները։ Թեհրանն առայժմ սահմանափակվում է միայն արտաքին գերատեսչությունների եւ անվտանգային մարմինների միջև հաղորդագրությունների փոխանակմամբ։ Այս գործընթացն ավելի շատ նման է լարվածության կառավարման փորձի, քան հակամարտության իրական կարգավորման շուրջ լուրջ երկխոսության։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս մտադիր չէ միայնակ վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Սպիտակ տան ղեկավարը խիստ դժգոհություն է հայտնել եվրոպական դաշնակիցներից Իրանի դեմ պատերազմում անբավարար աջակցություն ցուցաբերելու պատճառով։ Նա Միացյալ Թագավորությանը եւ մյուս գործընկերներին հորդորել է ինքնուրույն պայքարել սեփական վառելիքի համար կամ էներգակիրներ գնել Ամերիկայից։ Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան նախորդ օրերին մերժել են ամերիկյան ռազմական ինքնաթիռների տարանցման կամ վայրեջքի խնդրանքները։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հաստատել է, որ նեղուցի անվտանգության ապահովումն այլևս Վաշինգտոնի առաջնահերթ նպատակը չէ։ Այսպիսով Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներին միայնակ է թողել տնտեսական ծանր հետևանքների եւ համաշխարհային նավթաշրջանառության վերականգնման խնդրի առաջ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ապրիլի 1-ից Մերձավոր Արևելքում գործող 18 միջազգային ընկերությունների օբյեկտները թիրախավորելու մտադրության մասին։ Թեհրանը Microsoft, Google, Nvidia եւ այլ տեխնոլոգիական հսկաներին մեղադրում է Իրանի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների պլանավորմանը մասնակցելու համար։ Ըստ ԻՀՊԿ հայտարարության այս ընկերությունների տարածաշրջանային մասնաճյուղերը կոչնչացվեն Իրանի տարածքում իրականացվող յուրաքանչյուր սպանության ի պատասխան։ Այս կոշտ ռետորաբանությունը պայմանավորված է փետրվարի 28-ից սկսված հակամարտությամբ, որի ընթացքում զոհվել է երկրի հոգևոր առաջնորդը եւ ավելի քան 1300 քաղաքացիական անձ։ Իրանական կողմն արդեն իսկ պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան եւ իսրայելական ռազմական օբյեկտներին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ հեռախոսով խոսելիս հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին տեղեկությունը։ Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ենթադրաբար Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքի մասին։ Ղրիմի տարածքում թռիչքի ժամանակ ԱՆ-27 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի 6 անդամ եւ 23 ուղևոր, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռի վրա արտաքին ներգործություն չի եղել, աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է, նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Աղետի վայրում աշխատում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը։ Ինտերֆաքսի աղբյուրի փոխանցմամբ էլ ԱՆ-27-ի կործանման պատճառը եղել է Բախումը ժայռին։